Մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանական զինուժը սոտքի ուղղությամբ ինքնաձիգերով եւ գնդաթիրներով կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին ապատեղեկատվություն տարածել այն մասին, թե իբրև հայկական կողմն է կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ինչ է տեղի ունեցել իրականում։ Ըստ իմ տեղեկությունների, այո, 3 գիշեր Վարդենիսի զորամասի վրա 100-ից 150 անգամ կրակ բաց թողնվել հակառակորդի կողմից, որի մասին ՊՆ-ն լռում է։ Ու ասում է, որ դա ընդհանրեն ապատեղեկատվությունն է եւ իրենք չեն բարձրացնում այդ հարցը։ Իրականում դա եղել է, այո։ Նու գուցե 200 անգամ լինի, բայց 100-ից 150-ը դա հստակ է։ Երկար ժամանակ է ինչ լուրեր են շրջանառվում, թե սահմանի նկատվում է ադրբեջանական զորքերի տեղաշարժ եւ կան կուտակումներ, սակայն տարածվող լուրերը այսօր հերքեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Կուտակումները միշտ լինում է, տեղաշարժն է լինում, քանի որ իրանք շատ հաճախ զորավարժություններ են անում եւ իրանք զորքը տեղափոխում են, տեղաշարժ են անում։ Ես ասեմ Սուրեն Պապիկյանին ինչ է հասկանում, որ ինչ է խոսա կուտակումներից, իրենց ամբողջ ինքը իր տեղակալներով շտաբի պետ իր տեղակալի հետ ամբողջ օր իրենք զբաղվում են, որպեսզի զինծառայողները միայն ու միայն անգլերեն սովորեն, իրենք զորքով չեն զբաղվում։ Եվ իրենց համար ամենակարևորը, որ ՆԱՏՕ-ի այդ ծրագիրի իրենք կատարեն, նույնը նաև զինվորների հետ է վերաբերում, ինչ որ ՆԱՏՕ-ից ծրագիր են բերել սերժանտական, եւ այդ ծրագրով են փորձում զինվորներին ուսումնական գումարտակներում նախապատրաստել դրան։ Եթե խոսքը գնում է Վարդենիսի թևի հետ կապված, նշեմ, որ այնտեղ ինքը բոլոր հրամկազմին փոխեց, բերեց իրպես ոչ կոմպետենտ հրամանատարներին նշանակեց, որ ոնց գլխներին բամփի, այտենց զեկուցեն, որ ոչ մի կրակոց չի եղել։ Ինչ նպատակով է ադրբեջանական կողմը պարբերաբար նման ապատեղեկատվություն տարածում, Նաիրա Գևորգյանը նկատում է, որ Ադրբեջանը խախտում է այս հրադադարը նրա համար, որ վաղը միսօր ասի, որ մենք ենք սադրե մենք ենք խախտումը սկսել մեզանից է սկսվել, սրա համար նույն դեպքերը նաև եղավ Արցախում, երբ անդադ մեր իշխանությունը նաև պաշտպանության նախարարը տարածում էր, որ իրենք ապատեղեկատվություն են տարածում, ապատեղեկացում եւ փաստում տեսանք են, ինչը որ Արցախը հայաթափվեց։ Ամբողջ իրենց նպատակը սա է։ Ինչպես հայտնի է, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս նշեց, որ պատրաստ է ստորագրելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։ Մնում է միայն որոշել պայմանագրի ստորագրման վայրն ու ժամը։ Իրատեսական է արդյոք խաղաղության պայմանագիր կնքելը մի պետության հետ, որ պարբերաբար կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ ու սպառնում պատերազմով, Պայստազորի փոխգնդապետը նշեց։ Իհարկե ոչ միանշանակ չի բերել այդ խաղաղության պայմանագրի թուղթ է, դա ընդհանրեն իրենց թուղթ է ներկայացնում, որը պետք է մեր իշխանությանը եւ ոչ թե Ալիևին ու նաեւ աշխարհին, դա պետք չի, դա մեր իշխանությանն է պետք։ Նայեք, իրենք կրակ են բացում եւ վարչապետը հրահանգ է տվել, նաեւ երեք սոցցանցերում էր դա գրված, որ զինադադարը չխախտեն, հանգարց լարվածություն չստեղծվի հակառակորդի հետ։ Նույն բանը 21 թվականի մայիսի 9-ին վարչապետը մեկնեց երկրորդ բանակային կորպուսի թև Գեղարքունիք եւ հրաման տվեց, որպիսի կրակ չլինի, նահանջի հրաման լինի։ Դրա համար 21 թվականի մայիսի դեպքերը կոչվեցին ճիպոտով կռիվներ, որից հետո Սյունիքում ինքը հրաման տվեց Սև լճերի հետ կապված, որպիսի կրակ չբացեն, հանկարծ հակառակորդի հետ ոչ մի լարվածություն չլինի բան։ Ինքը դա այդ ժամանակահատվածում անում էր կոնկրետ տվյալ պաշտպանության նախարարի զբաղեցրած պաշտոնի անձիներ ասում կամ բանակային կորպուսի հրամանատարներն էր դա հրանգում։ Հիմա նա հանրայինն է դա ասում, որ կրակ չի լինելու մեր կողմից։ Այսինքն ինչ անենք, թողենք թուրքը գա ասենք բարև ձեզ, ներս համեցեք։ Իրանց ուզածը դա է, որից հետո կասեն այ տեսեք խաղաղության պայմանագիրը ինչի բերեց։ Այս իրավիճակում Գևորգյանը նաև հավանական է համարում նոր պատերազմի վտանգը։ Նորպես, այո, նախկին զինվորական ես տեսնում եմ, որտեվ պատերազմի վտանգը կարա թուրքը, ադրբեջանցին իր ծրագրով առաջնորդվում, ինքը իր ծրագիրն ունի, այո։ Եթե ես անդադ կրակեմ ու դու չպատասխանես, ես պետքա ստիպված առաջ գամ, չէ՞։ Դիրքը պետքա առաջ գամ։ Եթե ես տեսնում եմ, որ դիմացս ինձ հակառակորդ չկա, ես պետքա առաջ գամ։ Գելի ախորժակը ուտելուց է բացվում, հիմա նույնը հակառակորդինն է։
Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման առնչությամբ Համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորումը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորաբար ասված է. Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ բանակցվող փաստաթուղթը ադրբեջանական բոլոր պահանջների վավերացում է։ Ուժի սպառնալիքների ներքո Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները ու հերթական զիջումները որևէ առնչություն չունեն իրական եւ կայուն խաղաղության հաստատման հետ, քանի որ այն չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը, չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից, չի կանխում Ադրբեջանի կողմից հետագա սպասվելիք ագրեսիան, չի անդրադառնում Արցախայության խնդրին ըստ էության փակելով Արցախի հարցը եւ չի լուծում հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։